Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հարցերի համար, որ ուղղել եք Facebook-յան հարց ու պատասխան էջին։ Տեսակապով կպատասխանի Ամերիկայի Միացյալ Նահանգների հայոց արևելյան թեմում սպասավորող Տեր Հրաչ Քահանա Սարգսյանը։ Մինչ այդ հակիրճ ներկայացնեմ։ Ինչու առաքելական եւ ուղղափառ եկեղեցիների ներսում տոնածառ չի դրվում, ընդունում է արդյոք մեր եկեղեցին Արտաշիրիմումը, ինչու Եղիա մարգարեի մասին առանձին գիրք չկա Աստվածաշնչում, Քրիստոսից առաջ իսրայելացիներն ինչպես կարող էին փրկություն գտնել, եկեղեցիներում տեղադրված հանգանակության արկղերում կուտակված դրամական միջոցներն ինչպես են տնօրինվում։ Օրհնեցեք Տեր այր։ Աստված օրհնի։ Էմմա Առաքելյանը հարցնում է առաքելական եւ ուղղափառ եկեղեցիների ներսում ինչու տոնածառ չի դրվում, մինչդեռ օրինակ կաթոլիկ եկեղեցիներում տեսել է։ Խնդրեմ։ Տոնածառը ընդհանրապես քրիստոնեական խորհրդանշական իմաստ ունի, հիշեցնում է կենաց ծառը, որ Աստծո կողմից տրված կյանքի եւ հույսի խորհրդանիշներ, սակայն տոնածառը պարտադիր այդպես ծիսական տար չէ մեր եկեղեցիներում եւ նաեւ ուղղափառ եկեղեցիներում։ Ընդհանրապես հայ եկեղեցական ավանդության մեջ տոնածառը առավելապես դիտվում է որպես ժողովրդական մշակութային սովորություն եւ ոչ թե եկեղեցական արարողակարգի մաս, այդ պատճառով ավանդաբար եկեղեցիների ներսում տոնածառ չի դրվում, սակայն պետք է նշեմ, որ հատկապես Սփյուռքի որոշ համայնքներում տեղական մշակութային միջավայրի ազդեցության ներքո երբեմն տոնածառ դրվում է եկեղեցիների ներսում, կամ առավել հաճախ տեսնում ենք եկեղեցու բակում կամ համայնքային սրահներում, որպես տոնական մթնոլորտ ստեղծող խորհրդանշական տար, բայց ոչ որպես պաշտամունքի բաղկացուցիչ մաս։ Օրինակի համար ջերմանական տարիներից հիշում եմ, որ Մայրաթորի բակը զարդարվում էր այս տոնական օրերին, մանավանդ հավատացյալների հոսքը գալիս էր տեսնելու Սուրբ Ծննդյան այդ մսուրի զարդարված արձանները եւ պետք է նշեմ, որ հատկապես Սփյուռքում օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատ տարածված է թե կաթոլիկ եկեղեցիներում, թե ուղղափառ եւ նաեւ մեր եկեղեցում օրինակի համար մեր եկեղեցու գավթում հենց հիմա հավատացյալները, որ ներս են մտնում, կարող են տեսնել այդ Սուրբ Ծննդյան արձանները, որ տրված է հիշեցնելով Սուրբ Ծննդյան խորհուրդը։ Ժորժ Նազարյանին հետաքրքրում է հայ առաքելական եկեղեցին ընդունում է արդյոք Արտաշիրիմումը։ Հայ առաքելական եկեղեցում ավանդաբար Արտաշիրիմումը չի ընդունվում, չի թույլատրվում, որտեվ եկեղեցական աղման կարգի ժամանակ օրինակ քահանան հետևյալ աղոթքն է ընթերցում անշարժ եղեցի կնիկ Տերունյան իվերյա գերեզմանի ծառայիս այսօրիկ, այսինքն այս կնիքը տերունական թող անշարժ լինի այս ծառայի գերեզմանի վրա, այս աղոթքը հենց գերեզմանում է կատարվում թաղումից հետո, սակայն պետք է նշեմ, որ բացառիկ դեպքերում, հատուկ դեպքերում ամենայն հայոց կաթողիկոսի թույլտվությամբ կամ թեմակալ առաջնորդի եպիսկոպոսի հատուկ թույլտվությամբ Արտաշիրիմում տեղի է ունենում, օրինակ որոշ կաթողիկոսների աճյուններ Արտաշիրիմում տեղափոխվել են Մայր տաճարի բակ, ազգային հերոսների կամ բարերարների մասունքներ փոխադրվել են Հայաստանի Հանրապետություն կամ Մայրաթոր Սուրբ Էջմիածին, օրինակ գիտենք վերջին շրջանում Անդրանիկի Դրոյի մասունքները փոխադրվեցին Հայաստան, ինչպես նաև ազգային բարերարների։ Նաև պետք է նշեմ, որ հազվադեպ դեպքերում նաև օրինապահ մարմինները կարող են պահանջել Արտաշիրիմում որոշակի, այսինքն օրենքների շրջանակներում եւ եկեղեցին պարտավոր է հետևել դրան, հատկապես Սփյուռքում։ Ուրեմն ընդհանուր առմամբ Արտաշիրիմում չի քաջալերվում կամ չի թույլատրվում, բայց հատուկ բացառիկ դեպքերում արվում է։ Ժորժին եւս մեկ հարց է հետաքրքրում, ինչու Եղիա մարգարեի մասին առանձին գիրք չկա Աստվածաշնչում, մինչդեռ այլ մարգարեների մասին գրքեր կան։
Կարճ պատասխանը սա է, որ Եղիա մարգարեն գիրք չունի, որովհետև գրավոր մարգարե չէ, այլ կյանքի, գործի եւ կենթանի վկայության մարգարե։ Աստվածաշնչում մարգարեների գրքերի արկայությունը կախված չէ նրանց մեծությունից կամ կարևորությունից, այլ նրանց ծառայության ձևից։ Աստվածաշնչում կան գրավոր մարգարեներ, օրինակ Եսային, Երեմիան, Եզեկիելը եւ այլոք, եւ կան ոչ գրավոր մարգարեներ, ինչպես Եղիան, Սամվելը եւ այլոք։ Գրավոր մարգարեները թողել են գրված պատգամներ, մինչդեռ Եղիայի մարգարեությունը արտահայտվում է գործողությամբ, պայքարով եւ հրաշքներով, ոչ թե գրքով։ Եղիան Աստծո խոսքը հռչակում է թագավորների առաջ կանգնելով, Բաղե մարգարեների դեմ պայքարելով, դիմակայելով նրանց, երաշտով ու անձրևներով եւ վերջապես երկինք վերացմամբ։ Նրա կյանքը հենց կենթանի քարոզ է եւ նրա պատմությունը ներկայացված է պատմական գրքերում, հատկապես Թագավորաց գրքում։ Եղիա մարգարեն ունի նախատիպային դեր, նա Սուրբ Հովհաննես Մկրտչի նախատիպն է եւ հայտնվում է Քրիստոսի պայծառակերպության ժամանակ եւ կապված է Տիրոջ օրվա սպասման հետ։ Ուստի գիրք չունենալը պակասություն չէ, այլ տեսակի առաքելության գրավականն է։ Եթե մյուսները խոսեցին գրքերով եւ գրով, Եղիան խոսեց իր կյանքով, հավատքով եւ կրակով։ Եղիա մարգարեն գիրք չունի, որովհետեւ ինքն իր անձով է պատգամ գրված ոչ թե թանակով, այլ կենթանի վկայությամբ։ Քրիստոսից առաջ իսրայելացիներն ինչպես կարող էին փրկություն գտնել։ Կար կենդանիների զոհաբերություն հասկացությունը, բայց արդյոք դա փրկություն էր ապահովում եւ ինչ նպատակով էր արվում։ Հովիկ Հովանիսյանն է հարցնում։ Քրիստոսից առաջ իսրայելացիները փրկության ճանապարհը գտնում էին Աստծո հետ ունեցած ուխտի հիման վրա։ Աստված իր ժողովրդին տվել էր օրենք եւ զաբերական համակարգը, որպես մեղքի գիտակցման, ապաշխարության եւ Աստծուն մոտենալու միջոց։ Կենդանիների զոհաբերությունը սակայն ինքն իրենով փրկություն չէր ապահովում, այլ ժամանակավոր խորհրդանշական միջոց էր, որովհետեւ մարդը ընդունում էր իր մեղավոր վիճակը եւ խնդրում էր Աստծո ողորմությունը։ Զոհաբերությունը արժեք ուներ այնքանով, որքանով կատարվում էր հավատքով, ապաշխարությամբ եւ հնազանդությամբ, բայց ինչպես գիտենք, խորհրդանշական բնույթ ուներ մինչև Քրիստոսի ամենամեծ եւ ճշմարիտ զոհաբերության ի հայտ գալը։ Գիտենք, որ ավանդույթի համաձայն Քրիստոս անմիջապես երբ որ իր մահկանացուն կնքեց խաչի վրա, դժոխք իջավ եւ ազատեց բոլոր արդարներին, ովքեր իրենից առաջ մահացել էին, բայց արդար էին։ Այսինքն զոհաբերության միջոցով փրկություն չէր ապահովում, մինչև որ Քրիստոս եկավ իբրև ճշմարիտ զոհ եւ փրկություն տվեց բոլոր նրանց, ովքեր իրենից առաջ արդար են եղել եւ մահացել էին։ Կարևոր է նշել, որ այսօրվա մատաղի մեր սովորությունը չպետք է շփոթենք զոհաբերության հետ, 5 տակարանյան զոհաբերության հետ, թեև արտաքնապես նմանություններ կան, բայց մատաղի խորհուրդը ամբողջությամբ տարբերվում է զոհաբերության խորհրդից։ Մատաղը եկեղեցու կողմից ուղղակի դիտվում է իբրև ողորմության միջոց, մի ձև ողորմություն տալու աղքատներին եւ կարեկավորներին։ Արտակ Առաքելյանն է երկու հարց ուղղել մեզ։ Եկեղեցիների ներսում դրված հանգանակության արգղերում կուտակված դրամական միջոցներն ինչպես են տնօրինվում, եւ հաջորդ հարցը հոգեվորականներն աշխատավարձ ստանում են արդյոք։ Ուրեմն պետք է նշեմ, որ հանգանակության այդ տուփերը, որ դրված են եկեղեցիներում, օրինակի համար մայրաթոռում դրվածը հատուկ, այսինքն հանձնախմբի միջոցով դուրս է հանվում եւ ծառայում է մայրաթոռի բյուջեին, ծախսերին, սովորաբար թեմերինը ուղղորդվում է թեմերի տարեկան բյուջեին, տարատեսակ ծախսերի համար, այդ թվում նաև որոշ գումարներ այդ հանգանակությունից հատկացվում են
քահանաներին աշխատավարձ տալու համար։ Ինչ վերաբերում է քահանային աշխատավարձ տալուն, Հայաստանի թեմերի մեծամասնության մեջ մենք աշխատավարձ չունենք, որքան որ տեղյակ եմ, սիմվոլիկ, այսինքն որոշ ծախսերի համար վճարումներ ստանում են քահանաները, սակայն մեծավ մասամբ իրենց, այսինքն ամսական գումարը ստանում են ծեսերից տրված նվիրատվություններից։ Սփյուռքում այդ հարցը մի փոքր այլ ձև է դրված, բոլոր քահանաները հստակ աշխատավարձ են ստանում ամսական, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծեսերը շատ ավելի քիչ են, հստակ աշխատավարձ է սահմանված։ Սփյուռքի եկեղեցիներում դրված այդ հանգանակության տուփերի գումարը ամբողջությամբ մնում է այդ ծուխին։ Ծուխը եւ ծխական խորհուրդը արդեն իրենք են տնօրինում, թե գումարը ինչ ձևով ուղղորդեն եւ ինչ ձևով օգտագործեն։ Շնորհակալ եմ Տեր տեսակապի մեր օգտատերերի հարցերին պատասխանելու համար։ Տեր Հրաչ Քահանա Սարգսյանն էր տեսակապով միացել մեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայոց արևելյան թեմից։ Կհանդիպենք հաջողություն։